Այլ հարցեր։ Ընտրան։ Ես փորձեմ այդ մասով շատ հագիշտ ասեմ, որովհետև նախ ինչպես գիտեք, փաստաբանական թիմում են մեր Լիաննան, այդ մասը վստահ եմ ինքը շատ ավելի լավ ինձանից կպատասխանի, ուրեմն մեր փաստաբանական թիմով ներկա պահին քննարկումներ ենք անցկացնում կապված մեր հետագա գործողությունների հետ, հենց ունենանք վերջնական որոշում մեր քայլերի մասով, անպայման ձեզ տեղյակ կպահենք։ Ես ամենայն անգեղծությամբ, քանի որ այնտեղ քրեակատարական հիմնարկում, տեղեկատվությունը շատ ավելի ուշ եւ դժվար էր հասնում, ես որ իմացա մոտավորապես 15, չեմ սխալվում 14-15 ժամ դատավարությունից հետո դադանը գնացել է խորհրդակցական սենյակ եւ հաջորդ օր առավոտյան 11-ից հրաբարակել են, որ կալանք եւս 2 ամսով երկարաձգվում է, իմ համար արդեն այս ամենը ծիծաղելու չէ, ողբալու աստիճան ցավալի է, որովհետև վստահեցնում եմ ձեզ, ես քրեակատարական հիմնարկում եմ եղել ընդամենը 28 օր, ոչինչի համար, իսկ ազգային բարերար հայրենասեր, հայրենանվեր մարդը արդեն 5 ամսից ավելի է գտնվում է անազատության մեջ ու դեռ առնվազն, ինչպես հասկանում ենք, եւս 2 ամիս է լինելու է, հուսամ սա վերջին երկարացումն էր, այս ամենը իրոք խայտարակություն է, վստահ եմ նման բան աշխարհում հիմա երևի չասեմ շատ քիչ, հնարավոր ոչ մի իրավական է, նորմալ երկրում տեղի չի ունենում, ու այստեղ հարցը ինչի, որ ես շեշտեցի ազգային բարերար Սամվել Կարապետյանը, Աբորոնի կալանքի տակ, այստեղ հարցն է, թե լավ, վերջո, ինչի համար, ընդամենը մեր ձևով բառակապակցության համար անձին զրկես իր ընտանիքից, իր գործերից, դա խոսում է միայն իմ կարծիքով վախի մասին, որովհետև ենթադրում եմ ողջամտորեն, որ ուղղակի Սամվել Կարապետյանը խանգարում է, ուրիշ ոչ մի բան։